Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում իրավիճակը լարվում է, երբ Միքայելը որոշում է իր սուտը պաշտպանելու համար ևս մեկ սուտ ավելացնել։ Նա տարիներ առաջ Աննայից խլեց իր դստերը, տվեց Ավագին ու Վիկտորիային ու չասաց, թե ում երեխան է։ Ու այսքան տարիներ Ավագն ու Վիկտորիան իրենց չհարցրին, թե ինչու Միքայելը պետք է իր հարազատ երեխային հանձներ իրենց։ Իսկ Աննան այսքան տարիներ ապրեց տառապելով, որ իր երեխան մահացել է։ Հիմա, երբ Հենրին ու Անգելինան հանդիպել են ու սիրում են իրար, Միքայելը վախ ունի, որ տարիներ առաջ այդ սարսափելի գաղտնիքը կարող է բացահայտվել, երբ Հենրին ու Անգելինան միասին լինեն։ Եվ որպեսզի այդ սուտը չբացահայտվի, նա հորինում է ևս մեկ սարսափելի սուտ, ասելով, որ Անգելինան իր դուստրն է։ Աննան այդ լուրից իհարկե շոկի է ենթարկվում, որովհետև նա գիտի, որ Հենրին ու Անգելինան սիրում են իրար։ Իսկ ինչպես պետք է նրանց բաժանի, չէ՞ որ նրանք սիրում են ու չեն կարող ապրել առանց մեկը մյուսի։ Հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ Հենրին տառապում է այդ գաղտնիքն իմանալուց հետո և նույնիսկ որոշում է իր կյանքին վերջ տալ և հայտնվում է կամուրջի վրա։ Բնականաբար նրան ինչ-որ մեկը փրկում է և թույլ չի տալիս, որպեսզի այդ աններելի սխալը կատարի։ Թե ով է փրկում և ինչպես են նրանք բացահայտում, որ այդ ամենը կեղծիք է և ոչ թե ճշմարտություն, ցույց կտա ժամանակը։ Ամենահետաքրքիր ու ինտրիգային սերիաները դեռ առջևում են։ Աննան խաբված է։ Աննային խաբել են իր շրջապատում ապրող բոլոր մարդիկ, այդ թվում հորաքույրը, ում նա ամենից շատ է վստահում։ Այսքան տարիներ Անետն իմանալով, որ Սոսն ու Լիլիթն ամուսնացել են, ավելին, Արամը հենց Սոսի որդին է, լռել է։ Ինչու է լռել։ Ինչ է անելու Աննան, երբ իմանա, որ այս ամենը կատարվել է իր մեջքի հետևում, և Անետն այդ ամենից շատ լավ տեղյակ է եղել։ Այնպես որ մնացեք մեզ հետ ու դիտեք կադրից դուրս իրավիճակները սերիալի նկարահանման ամենի ջանտրամադիր եմ այսօր չքնած մի քիչ մտքերով, բայց կարևոր չի դա, որովհետև երբ որ ունեմ նկարահանում, զբաղվում եմ սիրած գործով, ամեն ինչ անցնում է երկրորդ պլան։ Ամեն ինչ լավ կլինի։ Մի հատ առավելություն ասեմ, դերասանի կյանքից դառնում ես, որ հաց ես ուտում, սյոմկան պրծնում, հաց ես ուտում։ Այդ իրականում անկեղծ շատ հավաքագրիլյանի ամեն ինչ պրծես ձուկը, սպանեց, սյոմաչնի պերերիվ։ Ամենը համով է, այս, շատակերի ես ուտում։ Բարի օր բոլորին, ուզում եմ միանգամից ասել, որ մեր նկարահանումները շարունակվում են, ամենտեղ տարբեր հոդվածներ կարդալով ես պարզապես զարմանում եմ մեր լրագրական դաշտի այս չափ աղտոտվածության վրա, որտեղից են հորինում, ինչ վառ և ոչ պիտանի երևակայություն ունեն, իսեր Աստծուն, հանդարտվեք, մեր նկարահանումները շարունակվում են, մեր հերոսները Լևոնը Մկրտչյան, Ռոզի Ինդավթյան նկարահանման հրապարակում են։ Ավարտեք այս ամենը, իսկապես ծիծաղելի եք։ Ամեն միջոցառումից հետո կլինի հարսանիք, կլինի ծնունդ, այսքան սխալ տեղեկատվություն, ինչպես եք ձեր ուղեղի մեջ ծնում, և հետո ձեր շատ ոչ պիտանի երևակայության պտուղներով կերակրում եք մեր հեռուստադիտողին։ Մի կերակրեք ձեր երևակայության
շատ վատ երևակայության պտուղներով մեր հեռուստադիտողին, որովհետև մենք ունենք շատ լավ հեռուստադիտող, հոգատար, ուշադիր, որի համար իհարկե մենք շատ շնորհակալ ենք։ Մի կերակրեք, ավարտեք այս ամենը, որքան կարելի է մտնել, ներխուժել ուրիշի կյանք, մտնել ուրիշի անկողին, սխալ տեղեկատվություն հրամցնել, մի քանի դիտում ավել ունենալու համար, լավ չեք հոգնել, ավարտեք այս ամենը, ավելի փորձեք ճիշտ ապրել, փորձեք ուղղակի ճիշտ ապրել, ավարտեք այս ամենը։ Ավել բան չեմ ուզում ձեզ ասել, ձեզ լավ օր, բարի օր։ Կուզեիք նենց սիրեիք ձեր աշխատանքը, որ սենց նման էներգիա ավելի չքնած գայի գործի։ Հաստատ չէի կուզի։ Ինչև է, հաստատ հատրոն։ Մեր նոր բեմը, սպասեք շուտով թույն նորությունների։ Դե ինչ Լիլիթը վերադարձավ Հայաստան, պես որ սպասեք հաճելի զարգացում։ Ում համար հաճելի, ում համար տղաճ, ամեն դեպքում հետաքրքիր։ Մերսի։ Կանես դու քեզ կարքի իրավիր ես քուրդ հիվանդացում ա դու անանցանում ա քո համար։ Ուզում ես ասես, որ դու այնքան շատ ես սիրում քրոջես, որ հելել եկել հասել ես մեր գյուղ, տեսնես ես սաղ եմ թե մեռած։ Պատկերացու, հա, դու սիրել ես այդ կապ չունի, մենք լավ ընկերներ ենք, լավ մարդիկ ենք, զանգի քրոջը փորձի նորմալ խոսած։ Ախ, ես մեռնեմ իմ քրոջ սրտին, վախ, մեռնեմ դրա ջանին։ Կրեմի ես գնամ մեռնեմ։ Արի զանգի հետո մեռի, հա։ Ոնց է սախպերես հա։ Ոնց ասես ախպերես, հենց հիմա զանգում եմ։ Գուրս։ Մեզ զանգ, յոր։ Վասա չէ մի հատ։ Կրերեք լավ։